Եթերում թույլ օղակն է։ Մեր խաղի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը այսօր կարող է վաստակել մինչև 2 միլիոն դրամ։ Նրանք իրար չեն ճանաչում, բայց եթե ուզում են խոշոր գումար վաստակել, պետք է միասնական եւ ամուր թիմ դառնան։ Նրանցից 7-ն այսօր կհեռանա ձեռնունայն, քանի որ յուրաքանչյուր փուլի քվեարկությունից հետո մենք հրաժեշտ ենք տալու մեկ մասնակցի, նրան, ում թիմը հեռացնի խաղից։ Ծանոթանանք այսօրվա մասնակիցներին։ Արթուր 41 տարեկան, Երևան, գործարար։ Հայկ 33 տարեկան, հաշվապահ, Երևան։ Լևոն 34 տարեկան, ճարտարագետ, քաղաք Աբովյան։ Անուշ 24 տարեկան, իրավաբան, Երևան։ Մանե 20 տարեկան, Երևան, ուսանող, ապագա տնտեսագետ։ Գարիկ 23 տարեկան, Գորիս, ծրագրավորող։ Դավիթ 31 տարեկան, Գորիս, սցենարիստ։ Արամ 66 տարեկան, ֆիզիկոս, Տաուշի մարզ, քաղաք Բերդ։ Այժմ խաղի կանոնների մասին։ Յուրաքանչյուր փուլում դուք կարող եք վաստակել մինչև 250,000 դրամ։ Ամենաարագ տարբերակը անընդմեջ 8 ճիշտ պատասխաններից շղթաձևավորելն ու գումարը բանկ ուղարկելն է։ Եթե մասնակիցը սխալ է պատասխանում հարցին, շղթան ընդհատվում է եւ ամբողջ թիմը կորցնում է արդեն կուտակած գումարը։ Սակայն, եթե ձեր անունը լսելուց հետո եւ նախքան հարցի հնչելը դուք հասցնեք ասել բանկ, գումարը կպահպանվի, սակայն ճիշտ պատասխանների շղթան ձևավորվելու է 0-ից։ Յուրաքանչյուր փուլում դուք վաստակելու եք այնքան գումար, որքան հասցրել եք ուղարկել բանկ։ Այդ գումարը փոխանցվելու է հաջորդ փուլ, գումարվելով ընդհանուր թվին։ Շահումը կազմելու է բոլոր փուլերի հանրագումարում ստացված ամբողջությունը։ Առաջին խաղի համար դուք ունեք 2.5 րոպե ժամանակ։ Եվ մենք խաղը սկսում ենք այն մասնակցից, որի անունն այբենական կարգով առաջինն է։ Դա Անուշ դուք եք։ Մենք խաղում ենք թույլ օղակ։ Առաջին հարցի արժեքն է 5000 դրամ։ Ժամանակ։ Անուշ, որ լեռան շուրջ էր 2005 թվականին կազմակերպված միասնության շուրջ պարը։ Արագած։ Ճիշտ է։ Մանե, որ լեզվից է ծագում կատենաչո կոչվող ֆուտբոլային սխեմայի անվանումը։ Իտալերենից։ Ճիշտ է։ Գարիկ, որ պայմանագիրն են 484 թվականին կնքել Վահան Մամիկոնյանն ու Պարսիկ զորավար Նիխորը։ Նվարսակի։ Ճիշտ է։ Դավիթ, Բանկ։ Վան Գոգը թե Սալվադոր Դալին է Աստղալից գիշեր կտավի հեղինակը։ Ճիշտ է։ Արամ, Խորհրդային Միության որ հերոսն է ճանապարհ դեպի տիեզերք ինքնակենսագրական գրքի հեղինակը։ Լեոնով։ Սխալ է Յուրի Գագարինը։ Արթուր, երկարության չափման որ միավորը կարելի է գտնել լյարդ բառում։ Արդ։ Սխալ է յարդ։ Հայկ, երջանկության մեխանիկա ֆիլմում քանի երեխա ուներ գլխավոր հերոսուհի Սոնան։ 2։ Սխալ է 3։ Լևոն, որ գիտության բաժիններից է օպտիկան։ Ֆիզիկա։ Ճիշտ է։ Անուշ, տրանսպորտային որ միջոցի նորոգման կառույցն է կոչվում դոկ։ Նավ։ Ճիշտ է։ Մանե, Բանկ։ խոշոր որ երկրին է նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը։ Կանադա։ Ճիշտ է։ Գարիկ, Փարիզի Աստվածամոր տաճարը վեպի որ հերոսն էր կախ եւ սապատավոր։ Ֆազիմոդը։ Ճիշտ է։ Դավիթ, ընտանի որ կենթանու արուն է կոչվում նոխաս։ Այծ։ Ճիշտ է։ Արամ, Բանկ։ փոքր գետակի ինչ հոմանիշ կարելի է գտնել հանձնառու բառի մեջ։ Առու։ Ճիշտ է։ Արթուր, Ասորեստանի որդագուհու անունով խմբակցություն է եղել Հայաստանի առաջին գումարման ազգային ժողովում։ Շամիրա։ Ճիշտ է։ Հայկ, ըստ հունական դիցաբանության Հադեսը թե Զևսն էր։
Քրոնոսի եւ Հրեայի ավագ որդին։ Զևսը։ Սխալ է, Հադեսը։ Լևոն, հայ որ բանաստեղծ Աշուղն է, գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե, մտքի հեղինակը։ Սայատնովը։ Ճիշտ է։ Անուշ, Բան։ որ մարզաձևում է հանդես եկել Պավել Բուրեն։ Ժամանակն ավարտվեց, դուք չհասցրեցիք պատասխանել, իսկ ճիշտ տարբերակը հոքքեյն է։ Առաջին փուլում վաստակեցիք 55,000 դրամ։ Հնարավոր 250,000-ից։ Ում բացասական էներգիան էր այս կարճ միացման պատճառը, ով է լողում հոսանքին հակառակ, ով է պայքարում թիմի դեմ, թիմի ներսում։ Ձեզնից մեկը պետք է հեռանա դատարկաձեռն, ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Վիճակագրությունն առանձնացնում է Դավիթին եւ Հայկին։ Վերջինս բոլորից շատ է սխալվել, ուստի թույլ օղակն է։ Լրացուցիչ ցուցանիշներով ուժեղ օղակը Դավիթն է, ով անխուսափելիորեն կլքի խաղը առաջին փուլում։ Քվեարկությունը ավարտված է։ Ժամանակն է պարզել, թե ում չի հանդուրժում թիմը։ Հայկ, Արամ։ Արտուր։ Հայկ։ Հայկ, 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 Արտուր։ Անուշ, Այո։ դուք խաղում եք ձեր քույրիկի դեմ, դուք եք ավելի լավ խաղում, թե նա։ Վստահաբար նա ինձնից միանշանակ ավելի խելացի է, հետո ինտելեկտուալ խաղերի փորձ ունի, ես ցավոք չունեմ, սա առաջինն է։ Իրավաբան եք եւ չունեք փորձ խաղերի։ Դատախաղերի ունեմ, բայց ինտելեկտուալ խաղերի չունեմ։ Ձեր յուրահատուկ կողմը համարում եք արագությունը։ Այո։ Այս փուլից հետո դեռ նույն կարծիքի եք։ Այո։ Թիմակիցներից ում շահերը կպաշտպանեիք կամ ում դեմ հայց կներկայացնեիք։ Այս փուլից հետո միանշանակ կպաշտպանեի Հայկի շահերը, իսկ ում դեմ հայց կհարուցեի։ Ինչպես կանեիք դա։ Կփորձեի ներկայացնել, որ քանի որ առաջի փուլն է սա, հավանաբար հուզմունքը շատ էր, դրանով էր պայմանավորված, որ երկու հարցի սխալ պատասխանեց։ Ասեք, խնդրեմ, այդ դեպքում ինչի եք իր դեմ քվեարկել։ Որովհետև չգիտեմ, որովհետև նա սխալ պատասխանեց երկու հարցի, այդ իսկ պատճառով այլ մասնակից չկար, որ եւս երկու հարցի սխալ կպատասխաներ։ Չէ՞ որ առաջին փուլն էր եւ լարված էր։ Գարիկ, ասում եմ, որտեղ եք աշխատում։ վեբ ծրագրավորող։ Կարծում եք ձեր մասնագիտությունը օգնելու է ձեզ այս խաղում։ Ենթադրում եմ, որ այդքան էլ չէ, ինչքան որ փորձը ինտելեկտուալ խաղերի մասնակցելու։ Հայկը պարտվեց ոսող թիմին։ Հաշվապահ Հայկ, ձեր երամսյակային հաշվետվությունը պատրաստ է։ Ձեր հաշիվը բացասական է։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Շատ անհաջող ստացվեց, քան նախատեսել էի։ Երկրորդ հարցը գիտեի, բայց չգիտեմ ինչի սխալվեցի։ Առաջի հարցը չգիտեի, բայց մյուս մասնակիցների բոլոր հարցերին գիտեի պատասխանը, բայց հիմա ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։ Փուլ երկրորդ, եւ դուք հնարավոր 250,000 դրամից բանկում այս պահին ունեք 55,000 դրամ։ Մնացել է 7 մասնակից եւ այս փուլի խաղը ժամանակը 150 վայրկյանի փոխարեն կլինի 140։ Խաղը կվերսկսի նախորդ փուլի ամենաուժեղ օղակը եւ դա Դավիթ դուք եք։ Մենք խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Դավիթ, Լատինամերիկյան որ երկրի նախագահն է հայտնի Լուլա մականունով։ Արգենտինա, Սխալ է, Բրազիլիա։ Արամ, Գերմանա-սկանդինավյան դիցաբանությունում, որ եղանակի երկարատև եւ դաժան ընթացքն է կոչվում Ֆիմբուլվինտեր։ Ծմռան։ Ճիշտ է։ Արթուր, եւ ծառի կամ թփի բնից աճած կողմնային ոստ եւ որևէ գիտության առանձին բնագավառ։ Հանցանք, Ճուղ։ Լևոն,
հայկական ծագումով ամերիկացի որ թենիսիստի հետ է ամուսնացած թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը։ Անդրե Աղաս։ Ճիշտ է, Անուշ։ Հանքանյութի թե հայտնագործողի պատվին է անվանումը ստացել Վոլֆրամ քիմիական տարրը։ Հայտնագործողի։ Սխալ է հանքանյութի, մանե, հայերենում ինչի գինն են մեջբերում ապրանքը կամ ծառայության շատ էժան լինելը բնորոշելու համար։ Ջրի։ Ճիշտ է։ Գարիկ։ Լուիս Քերոլի որ հեքիաթում է հանդիպում Չեշիրյան կատուն։ Ալիսան հրաշքների աշխարհը։ Ճիշտ է։ Դավիթ։ Կիսալուսին բառի որ հոմանիշը կարելի է կազմել մահիչ բառում մեկ տառ փոխելու դեպքում։ Մահիկ։ Ճիշտ է։ Արամ։ Բանկ։ Ինչ է գիտնական եղբայրներ Հովսեփի, Ռուբենի եւ Լևոնի ազգանունը։ Օրբելի։ Ճիշտ է։ Արթուր։ Ըստ հին կտակարանի որ կինը խաբեությամբ կտրեց Սամսոնի մազերը։ Չգիտեմ։ Դալիլա։ Լևոն, կրոնական ինչ խորհրդանիշ է պատկերված առաջին բժշկական օգնության կետ ճանապարհային նշանի վրա։ Խաչ։ Ճիշտ է։ Անուշ, Գվինեայից, Մալիից եւ Մավրիտանիայից բացի որ երկրի տարածքով է հոսում Սենեգալ գետը։ Փաս։ Սենեգալ։ Մանե, իտալացի որ ռեժիսորի մասին Բիդվա եւ Սպլին խմբերը համատեղ երգ ունեն։ Ֆելինի։ Ճիշտ է։ Գարիկ։ Բանկ։ Մի շարք կրոններում մեկ թե բազմաթիվ աստվածների նկատմամբ հավատն է նշվում պոլիթեիզմ տերմինով։ Շատ։ Այո, շատ։ Ձեր թիմի ինտելեկտուալ մեքենան մտել է փակուղի։ Դուք կարողացաք բանկ ուղարկել ընդամենը 25000 դրամ, հնարավոր 250,000-ից։ Ում գրապահարանն է փոշու մեջ կորած։ Ով է գրքերն օգտագործում որպես ճոճվող սեղանի ոտքի տակ դնելու հարմարանք։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Երկրորդ փուլում 3 մասնակիցներ տվել են երկուական ճիշտ պատասխան եւ չեն սխալվել։ Արամը նաև 20,000 դրամ է բանկ ուղարկել, նա ուժեղ օղակն է։ Հակադիր պատկերն է Արթուրի մոտ, 2 անգամ սխալվել է, առանց ճիշտ պատասխան տալու, նա փուլի թույլ օղակն է։ Թիմը ում կհեռացնի իր կազմից։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է պարզելու, ով է ամենաթույլ օղակը։ Արամ։ Արտուր։ Արթուր։ 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 Արտուր։ Լևոն, դուք Հայկի եղբայրն եք։ Այո։ Ով է ավելի մեծ։ Ես։ Ոնց եք տանում իր բացակայությունը։ Բացասակ։ Փոքր ժամանակ ելեիք դուք հաղթում ավելի շատ։ Խավասեր։ Շահած գումարով կթեթևացնեք վարկային ձեր բեռը։ Այո։ 2 միլիոնը գերազանցում է։ Մոտավորապես է, մի թեթև։ Օդի ջրի պես ձեզ պետք է հաղթել։ Ձեր սիրած գրքերը դա հանրագիտարանի 3-րդ, 5-րդ եւ 7-րդ հատորներն են։ Որ տառերն են ձեզ գրավել այդ հատորներում։ Ծն, ճն, մեկ էլ մն։ Արամ, Արտուրից բացի էլ ով է վատ խաղում։ Ոչ ոք։ Միայն Արտուրը։ Երևի։ Արտուր, զբաղվել եք բռնցքամարտով եւ քիքբոքսինգով։ Թիմը ձեզ հիմա նոկաուտ արեց։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Հետաքրքիր էր, իրականում դժվար էր կենտրոնալ լույսերի եւ կամերաների տակ։ Լավ անցավ, թեև կարճ տևեց։ Շատ կուզեի, որ երիտասարդ մասնակիցը հաղթեր մանե։ Պետք է մի անգամ էլ փորձել։ Փուլ 3. Դուք հնարավոր կես միլիոնից այս պահի դրությամբ բանկում ունեք 80,000 դրամ։ Խաղում մնացել է 6 մասնակից։ Մենք ձեր խաղաժամանակը կրճատելու ենք կրկին 10 վայրկյանով եւ սկսելու ենք խաղալ նախորդ փուլի ուժեղ մասնակցից եւ դա Արամ դուք եք։ Մենք խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Արամ։ Հակաուտոպիաներով հայտնի անգլիացի որ գրողն է առաջին անգամ կիրառել սառը պատերազմ եզրույթը։
Pass. Ջորջ Օրուել։ Լևոն, քանի անգամ է Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթող ճանաչվել շվեդ երգչուհի Լորինը։ 2 Ճիշտ է։ Անուշ, Ուրարտուի որ թագավորի արձանն է տեղադրված Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Արգիշտի առաջին։ Ճիշտ է։ Մանե, Բանկ։ ֆրանսերեն որ բառով է կոչվում լուսամուտների եւ դռների շարժական բարագույրը։ Ժալյուզի։ Ճիշտ է։ Գարիկ, Սերգեյ Եսենինի թե Վլադիմիր Մայակովսկու կինն է եղել պարուհի Այսեդորա Դունկանը։ Եսենինի։ Ճիշտ է։ Դավիթ, Մերձավոր Արևելքի որ երկրում է ստեղծվել ուզի անվանումով ավտոմատը։ Աղեստին, Սխալ է։ Իսրայել, Արամ, անգործ բառի որ հոմանիշը երկու կողմից կարդալու դեպքում նույն բառը կստացվի։ Արամ, Ճիշտ է։ Լևոն, կենթանակերպի որ նշանի տակ են լույս աշխարհ եկել հունվարի 1-ին ծնված մարդիկ։ Այծղջուր։ Ճիշտ է։ Անուշ, Բանկ։ 3 տարանի ալկոհոլային որ խմիչքն է կազմում դայկիրի կոկտեյլի հիմնական բաղադրիչը։ Օղի։ Սխալ է։ Ռոմ, Մանե, Ցլամարտիկի թե գլադիատորի մասին է Շերոն Ստոունի մասնակցությամբ Արյուն եւ ավազ ֆիլմը։ Ցլամարտիկի։ Ճիշտ է։ Գարիկ, Բանկ։ որն է 47-ին հաջորդող մյուս պարս թիվը։ 53-ը։ Ճիշտ է։ Դավիթ, Քրիստոսի որ աշակերտի ուրացումը պատկերող կտավ Կուտա։ ունի Ռեմբրանտ վան Ռեյնը։ Դա սխալ պատասխան էր։ Ճիշտ պատասխանն էր Պետրոս։ Դուք վաստակում եք ընդամենը 25000 դրամ։ Դա փառահեղ ցուցանիշ է, եթե մրցանակային ֆոնդը կազմեր 25000 դրամ։ Ով է գիտելիքի բազայի աշխարհը քողարկելու պատճառաբանելով լարվածությունը։ Ում կյանքի ամենամեծ սխալն էր այս խաղին գալը։ Ժամանակն է բարձելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Առաջին փուլի ուժեղ օղակ Դավիթն այս անգամ թույլի կարգավիճակում է։ Նա միակն է, որ չի տվել ոչ մի ճիշտ պատասխան։ Ուժեղ օղակի դիրքում Մանեն է։ Արդյոք թիմը կվիճարկի վիճակագրության արդյունքները։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է բարձելու, թե ում անունը ավելի շատ վահանակների վրա կտեսնենք։ Արամ, Դավիթ։ Դավիթ։ Արամ։ Արամ, Մանե, Լևոն, այո։ քվեարկել եք խղճով, թե վրեժխնդիր եք հիմա լինում եղբոր համար։ Խղճով։ Արամից ընդհանրապես վրեժխնդրության բան չկար, ինքը Արտուր էր քվեարկել։ Դավիթ, երբ կարդում եք որևէ մարդու վահանակի վրա ձեր անունը, ինչ զգացողություններ եք այդ պահին ապրում։ չունեմ զգացողություններ։ Հանգիստ եք։ Այո, արժանի էր իմ անունը լինել վահանակներին բոլոր։ Արամ, դուք ամենաթույլ օղակն եք։ չաստրի ինչ-որ զգացողություն ունենան, շատ շուտ ավարտվեց։ Դե խաղը հրաշալի բան է, եթերում շատ կարիք կա ասենց խաղերի, նույնիսկ եթե որևէ գումարի հարց չլեր, ես ուրախությամբ կմասնակցեի, որովհետև սիրում եմ սենց խաղեր։ Փուլ 4. Դուք բանկում այս պահի դրությամբ ունեք 105,000 դրամ։ 3 մասնակից արդեն լքել է խաղը, իսկ 250,000 դրամ վաստակելու համար դուք կունենաք ուղիղ 2 րոպե։ Փուլը սկսում է նախորդ փուլի ամենաուժեղ եւ ամենաերիտասարդ մասնակիցը՝ Մանեն։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Մանե, խաղային որ դիրքում են հանդես եկել ֆուտբոլիստներ Օլիվեր Կանն ու Անդրեաս Կյոպկեն։ Պաշտպան։ Սխալ է դարպասապահ։ Գարիկ, պտուտակավոր ինչ գործիքի անվանում կստանանք գայլ բառին մի քանի տառ ավելացնելով։ Գայլիկոն։ Ճիշտ է։ Դավիթ,
Համակարգչային որ խաղում է առաջին անգամ հայտնվել արքայադուստր Պիչի կերպարը։ Մարիո, Ճիշտ եմ։ Լևոն, միայնությունից թե ամբողից են վախենում աուտոֆոբիա ունեցող մարդիկ։ Մենակությունից։ Այո, ճիշտ է։ Անուշ, Բանկ, ասիական որ երկրում են տեղի ունենում Մուլան մուլտֆիլմի իրադարձությունները։ Ճապոնիայում, Սխալը Չինաստանում։ Մանե, գրական ինչ կեղծանունով է հայտնի Մուշեղ Սրապիոնի Ճենտերեջյանը։ Մուշեղ Ալշոյան, Սխալ է Մուշեղ Իշխան։ Գարիկ, որ կառույցի համար էր Արևմտյան Բերլինի սենատը հաճախ կիրառում ամոթի պատեզրույթը։ Բերլինի պատը։ Ճիշտ է։ Դավիթ, սպիտակ գույնի երաժշտական ինչ գործիքի դիմաց է նստած Ջոն Լենոնը Imagine տեսահոլովակում։ Դաշնամուր, Ճիշտ է։ Լևոն, Բանկ, բարձրագույն զինվորական ինչ կոչում է 1945 թվականին ստացել Յոսիֆ Ստալինը։ Գեներալիսիմուս։ Ճիշտ է։ Անուշ, ռուսերենից բացի որ լեզվով է ստեղծագործել Տարաս Շևչենկոն։ անգլերեն, Սխալ է ուկրաիներեն։ Մանե, գալակտիկա թե աստերոիդ է ծիր կաթինը։ Գալակտիկա, Ճիշտ է։ Գարիկ, Բանկ, ինչ հաստատություն է 1934 թվականից ի վեր մոտ 30 տարի եղել ամերիկյան Ալկատրասը։ Բան, Ճիշտ է։ Դավիթ, Բանկ, հայոց որ թագավորն է մեր թվարկությունից առաջ 83 թվականին Սելևկյանների թագավոր հռչակվել։ Տիգրան Մեծ, Ճիշտ է։ Հաշվի առնելով ձեր թիմի տխրահռչակ կենսագրությունը 40,000 դրամը վատ արդյունք չէ։ Ով է այն սև խոռոչը, որ կլանում է վաստակած գումարը։ Ով է այն բերմուդյան եռանկյունին, որտեղ խորտակվում են թիմի հույսերը։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Դավիթը շարունակում է վիճակագրական վայրիվերումները։ Այս անգամ նա կրկին ուժեղ օղակն է, իսկ Անուշը ճիշտ պատասխանների բացակայության առումով բացարձակ առաջատարն է։ Նա փուլի թույլ օղակն է, ում մասնակցությունը վաղաժամ կընդհատի թիմը։ Քվեարկությունն ավարտված է։ Վարկյաններ անց կպարզենք ով է հեռանալու այս փուլից։ Անուշ, Գարիկ, Դավիթ, Մանե, Անուշ, Շատ հետաքրքիր իրավիճակ է։ Խաղում երկու քույրեր են, երկու եղբայրներ, մի եղբայր։ Ձեր մեջ չկա միակարծություն։ Երկու եղբայրը ընտրել են տարբեր մարդկանց, քույրերը ընտրել են տարբեր տեխնացուների։ Մանե, մեծ քրոջ հետ փոքր հասակում շատ եք վիճել։ ոչ ընդհանրապես, Իր տիկնիկներով եք խաղացել։ այո, Եթե մեծ քույրը ձեզ հրահանգի, եթե խաղից դուրս չմնա հիմա, հրահանգի հաջորդ փուլում պարտվել։ Մեծերին լսում եք։ գիտեք, կարծում երբեք այդպիսի բան ինձ չի ասի, դրա համար դժվարանում եմ պատասխանել։ Գարիկ, ինչու մանե։ երկու արծի սխալ էր պատասխանել։ Իսկ Անուշը, Անուշն էլ էր երկու արծի սխալ պատասխանել, բայց բանկում դրել էր 20,000 դրամ։ դուք հասցնում եք այդ ամենը հաշվել։ Հուսով եմ։ Իրավաբան Անուշ, այս պահին ինչ ասել եք օգտագործվեց ձեր դեմ։ Խաղի կանոնները եւ թիմը պահանջում են, որ դուք հեռանաք։ Դուք այս փուլի ամենաթույլ օղակն եք։ Խաղի տպավորությունները բազմազան են, սակայն կարող եմ ասել, որ հուզմունքը հենց նկարահանման առաջին իսկ րոպեից անցավ, արդեն սկսեցի խորանալ եւ խաղին մասնակցել խաղալ։ Իսկ թիմակիցներիս հետ համաձայն եմ, որ ինձ հեռացրին այս փուլում, քանի որ ամոթաբար չպատասխանեցի շատ պարզ հարցին, թե Մուլան մուլտֆիլմի գործողությունները որտեղ են տեղի ունեցել, այդ հարցին սխալ պատասխանեցի։ Կուզեմ, որ հաղթի իհարկե քույրիկս, որովհետև թողնելով իմ սուբյեկտիվ կարծիքը միանշանակ հաղթանակի արժանի է նա։ 5-րդ փուլ։ Այս պահի դրությամբ դուք միլիոնի փոխարեն բանկում ունեք 145,000 դրամ։ Խաղում մնացել է 4 մասնակից, մենք ձեր խաղաժամանակը կրկին կրճատում ենք 10 վայրկյանով եւ սկսում ենք խաղը նախորդ փուլի ամենաուժեղ մասնակցից եւ դա Դավիթ դուք եք։ Մենք խաղում ենք թույլ օղակ։
Ժամանակ։ Դավիթ, հայ որ պարուհին է ավելի քան 30 տարի առաջ հիմնադրել հոգու եւ բարի թատրոնը։ Սոֆի Դևոյան։ Ճիշտ է։ Լևոն, ասիական որ երկրի վարչապետն է եղել Ինդեր Կումար Գուջրալը։ Հնդկաստան։ Ճիշտ է։ Մանե, գերազանցապես ինչ խմիչք են մատուցում գերմանական կնայպե կոչվող հաստատություններում։ Գարեջուր։ Ճիշտ է։ Գարիկ, Բանկ։ ինչ անունով առավել հայտնի է եղել Բարսելոնայի Սուրբ Ընտանիքի քավության տաճարը։ Գաուդիի տաճար։ Սխալ է, Սագրադա Ֆամիլիա։ Դավիթ, ինչի լեզուներն են Սվիֆտն ու Լիմբոն։ Ծրագրավորման։ Ճիշտ է։ Լևոն, սփյուռքահայ որ գործարարն է Մոդեռնա ընկերության համահիմնադիրներից մեկը։ Պաս։ Նուբարաֆեյանը։ Մանե, որ երկրում է գտնվում Կիմ Ir Սենի անվան մարզադաշտը։ Հաս։ Հյուսիսային Կորեայում Գարիկ ՓՄԶ հապավման մեջ որ բառին է համապատասխանում Փ տառը։ Փակ։ Սխալ է, փոքր։ Դավիթ, նշանավոր որ օպերային թատրոնի մասնաճյուղն է եղել Միլանյան Պիկոլա Սկալա։ Վիենայի Լա Սկալա։ Սխալ պատասխան է Միլանի Լա Սկալա։ Լևոն, Սասանյան Պարսկաստանի եւ որ կայսրության միջև բաժանվեց Հայաստանը 591 թվականին։ Հռոմեական։ Սխալ է Բյուզանդիայի։ Մանե, որ ֆիլմում է հնչում Շուրա միայն գողություն արտահայտությունը։ Եկը կրկնեք հարցը։ Որ ֆիլմում է հնչում Շուրա միայն գողություն արտահայտությունը։ Օպերացիա Үй։ Սխալ է ոսկե հորթը։ Ինչ կարող եմ ձեզ ասել։ 4 հոգով կարողացաք վաստակել 20,000 դրամ։ Բրավո, հնարավոր 250,000-ից։ Ումից է ոգեշնչվել Մայն Ռիդը անգլուխ ձիավորը գրելիս։ Ով իր ինքնակենսագրականը գրելիս բաց է թողնելու այսօրը, ժամանակն է պարզելու ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլում բոլոր մասնակիցները տվել են 1 կամ 2 սխալ պատասխան, միաժամանակ նրանցից 3-ը տվել է նույնքան ճիշտ պատասխան։ Վերջինների բացակայությամբ աչքի է ընկնում Գարիկը, նա թույլ օղակն է, ուժեղ օղակը կրկին Դավիթն է։ Որքանով կհամընկնեն վիճակագրությունն ու քվեարկությունը։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, ում հաշվին է կվարտետը դառնում տրիո։ Գարիկ։ Գարիկ։ Լևոն։ Լևոն։ Մենք ունենք հետևյալ իրավիճակը։ Երկուսը երկուսի դեմ։ Բայց մինչ այդ, Գարիկ, Լսում եմ։ դուք երազում եք թռչել տիեզերք։ Տիեզերքը լայն հասկացություն է, գրեթե ամենալայն հասկացությունն է։ Կոնկրետ որ կետում եք ուզում հայտնվել։ Սկսենք լուսնից։ Խաղում եք ձեր եղբոր դեմ։ Հետ։ Կարծում եք, հիմա նոր միակարծիք դառաք։ Ով է ավելի լավ խաղում, դուք թե Դավիթը։ Այս փուլում Դավիթը։ Ասեք խնդրեմ Մանե, Գարիկը ուժեղ է, այդ պատճառով եք ուզում իրեն հանել։ Այդքան էլ չէ, ուղղակի ավելի շատ իմ շահի մասին եմ մտածում, այսպես ասած, եթե հաջորդ փուլում մնամ 2 եղբայրների հետ, հավանաբար ինձ կհանեն։ Ըստ մեր կանոնների, նախորդ փուլի ուժեղ օղակը պիտի որոշի ով է մնալու խաղի մեջ։ Դավիթ, դա դուք եք որոշելու խաղի մեջ մնա Լևոնը, թե խաղի մեջ մնա ձեր եղբայրը։ Չեմ փոխում իմ որոշումը, Լևոնը թույլ օղակն էր։ Լևոն, ձեր հանրագիտարանի հատորները մնացած ձեզ են սպասում, դուք ամենաթույլ օղակն եք։ Բավական հետարքիր լարված, որոշակի տենց հետարքիր էլեմենտներով, իրականում կարծում եի, որ ավելի հեռու կգնամ, ուղղակի պարզ է, ինչքան էլ արդարության կողմնակցենք, բայց երկու եղբայրների համաձայնությունը վերջին պահին ամեն ինչ փոխում է։ Ֆորմատը շատ հետարքիր է, ադրենալինով, հետարքիր պահերով լեցնում, իրոք խորհուրդ եմ տալիս փորձի։ Փուլ 6-րդ։ Եզրափակչի համար պայքարում է լավագույն եռյակը։
Դուք բանկում ունեք 165,000 դրամ, չնայած կարող եք ունենալ 1,250,000։ Փուլը կսկսի Դավիթը, որովհետև նա է նախորդ փուլի ուժեղ օղակը։ Մենք ձեր ժամանակը կրճատում ենք կրկին 10 վայրկյանով, Մանե, Գարիկ, Դավիթ, մենք խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Դավիթ, ամերիկացի, որ երգչի բեմական կեղծանուններից է JT։ Անջելինա Ջոլի։ Դա սխալ է, Ջասթին Թիմբերլեյք։ Մանե, հայերենում որ խոսքի մասն է համառոտագրություններում նշվում ՄԿ տառերով։ Մակբայ։ Ճիշտ է։ Գարիկ, որ սպորտաձևի վարժություններից է Ժիդբերգերը։ Բեյսբոլ։ Սխալ է, գեղասահք։ Դավիթ, քանի պետության է սահմանակցում Կոտայքի մարզը։ 0։ Ճիշտ է։ Մանե, ռազմի որ աստծո հետ վեներային պատկերող կտավ ունի Սանդրո Բոտիչելին։ Մարս։ Ճիշտ է։ Գարիկ, Բանկ։ Ֆրանսիայի որ նախագահն է մինչև 2001 թվականը մոտ 2 տարի եղել փիլիսոփա Պոլ Ռիկյորի օգնականը։ Ժակ Շիրակ։ Սխալ է, Էմանուել Մակրոն։ Դավիթ, հին գերմանական որ ցեղախմբի առաջնորդն է եղել Հռոմը կողոպտած Գեյզերիխը։ Գոթական։ Սխալ է, վանդալներ։ Մանե, Երևանի որ կենտրոնական փողոցն է մինչև 1920 թվականը կրել Աստաֆյան անվանումը։ Աբովյան։ Ճիշտ է։ Գարիկ, Բանկ։ Մաուգլիի մասին Կիպլինգի պատմվածքներում ինչն էին հերոսներն անվանում կարմիր ծաղիկ։ Կակաչ։ Սխալ է, կրակը։ Դավիթ, շաբաթվա որ օրն է Իսրայելում սկսվում աշխատանքային շաբաթը։ Ժամանակն ավարտվեց, ամպագորգոր է հնչում, բայց ընդունված է ասել խաղի լավագույն եռյակ։ Եվ այդ լավագույն եռյակը վաստակում է ընդամենը 15,000 դրամ։ Ում այսօր կդիմավորեն ոչ թե աղ ու հացով, այլ աղ ու չիլի պղպեղով։ Ում այստեղից դուրս կհրավիրեն փափուկ ուժի կիրառմամբ։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլի վիճակագրությունը կանխորոշել են 3 եւ 0 թվերը։ Մանեի 3 ճիշտ պատասխանները եւ սխալների բացակայությունը նրան կարգում են ուժեղ օղակ։ Իսկ Գարիկին նույն թվերը, սակայն հակադիր շարվածքով արժանացնում են թույլ օղակի անցանկալի կոչման։ Ում խաղը կեզրափակվի եզրափակիչ փուլից առաջ։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք ով է երրորդ ավելորդը։ Գարիկ։ Դավիթ։ Գարիկ։ Դավիթ, դուք սցենարներ եք գրում։ Փորձում եմ։ Ինչ որտեղ սովորել եք, թե դա բնածին ջիղ է։ Տեղ եթե նկատի ունեք ինչ-որ հաստատություն ուսումնական, ապա ոչ։ Պետք է խոստովանել, որ դուք հոյակապ սցենար հիմա գրեցիք խաղի հետագա ընթացքի համար։ Մանե, քվեարկությունից առաջ սպասում եք նման ելքի։ Ոչ։ Ձեզ ինչ էր թվում, ոնց պիտի ավարտվեր։ Ես պետք է դուրս մնայի, իսկ եղբայրները մնային խաղում։ Գարիկ, տիեզերք դեռ ոչ, բայց այս պահին դուք խաղից թռչում եք։ Հապուկ վայրեջք ձեզ, դուք ամենաթույլ օղակն եք։ Շատ հետաքրքիր խաղեր, շատ շնորհակալ եմ եղբորս ճիշտ ընտրություն կատարելու համար, նրա մաղթում եմ հաջողություն։ Հաղթանակ։ Սպասվածի պես է խաղը։ Շատ հետաքրքիր, լարված, լավ հարցերով։ Ինձ թվում է թիմը ավելի շատ մտածում էր եղբայր եւ քույր կապի մասին, քան թիմային, բայց շատ լավ էր, շատ հետաքրքիր ստացվեց վերջը։ Փաստացի ստացվեց ցույց տալ թիմային ոգի։ 7-րդ փուլ։ Եվ դուք 1.5 միլիոնի փոխարեն բանկում ունեք 180,000 դրամ։ Խաղում մնացել եք 2-ով։ Այս փուլում ձեր վաստակած գումարը մենք կրկնապատկելու ենք, սակայն ձեր խաղաժամանակը կրճատելու ենք 10 վայրկյանով։ Դուք ունեք 500,000 դրամ վաստակելու հնարավորություն, օգտվեք դրանից։ Խաղը կսկսի նախորդ փուլի ուժեղ մասնակիցը, դա Մանեն է։
Մենք խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Մանե, գերմանացի որ փիլիսոփան է, զուտ բանականության քննադատություն աշխատության հեղինակը։ Նիցշե։ Սխալ է Էմանուել Կանտը։ Դավիթ, քանի ջոկեր կա 54 խաղաթուղթ պարունակող տրցակում։ 2։ Ճիշտ է։ Մանե, իտալացի որ կոմպոզիտորն է Ժաննա Դարկ օպերայի հեղինակը։ Չգիտեմ, փաս։ Ջուզեպե Վերդի։ Դավիթ, աստվածաշնչյան որ հերոսի արարումը պատկերող որմնանկար է ստեղծել Միքելանջելոն։ Ադամի։ Ճիշտ է։ Մանե, Բանկ։ մեծ հայքի որ նահանգի անվանումը կստանանք ճայ բառի սկզբում եւ վերջում մի քանի տառ ավելացնելու դեպքում։ Փաս։ Կորճայք։ Դավիթ, որ ներկայացումով է բացվել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Անուշ։ Սխալ է Պեպո։ Մանե, քանի անկյունագիծ ունի ուղանկյունանիստը։ 4։ Ճիշտ է։ Դավիթ, բեմական ինչ կեղծանունով է հայտնի հոլիվուդյան դերասանուհի Դեմետրա Ջին Գայնսը։ Փաս։ Դեմի Մուր։ Մանե, Ռոբերտ Բըրնսի եւ մեծանուն որ հայ գրողի Հոբելյաններին էր նվիրված Բամբիր խմբի Armenian Scotch ալբոմը։ Սարոյան։ Սխալ է Հովանես Թումանյան։ Դավիթ, խորհրդային որ ժամանակն ավարտվեց եւ լավագույն զույգը վաստակեց ընդամենը ուշադրություն 5000 դրամ։ Եվ սա այն ամենն է, ինչին դուք ընդունակ եք։ Կրկնապատկելով այս թիվը եւ ավելացնելով նախորդ փուլերի շահույթին, դուք կունենաք 190,000 դրամ։ Ավելի ճիշտ, ոչ թե դուք, այլ ձեզնից միայն մեկը, որովհետեւ հիմա դուք խաղալու եք միմյանց դեմ։ Ձեզ երկուսիդ տրվելու է 5 հարց, կհաղթի նա, ով ավելի շատ ճիշտ պատասխան կտա հարցերի։ Եթե ավարտվի ոչ ոքի, մենք մեկական հարցով կշարունակենք խաղը, մինչև հաղթողը բացահայտվի։ Եվ այսպես, Մանե, Դավիթ խաղում են թույլ օղակ։ Դավիթ, ուժեղ օղակի իրավունքով դուք եք որոշում, եզրափակչում, առաջինը ով է պատասխանելու հարցերի։ Թող սկսի Մանեն։ Մանե, խորհրդային, որ ֆիլմում է Եվգենի Մորգունովի հերոսը այցելուներին սովորեցնում թվիստ պարել։ Ռոնյա Սուդբը։ Դա սխալ պատասխան է։ Կովկասի գերուհի։ Դավիթ, Կովկասի գերուհին ֆիլմում որ դերասանի մարմնավորած հերոսն է արտաբերում հետագայում թևավոր դարձած Բամբարբիա Կիրգուդու խոսքերը։ Մեհեր Մկրչյան։ Դա սխալ պատասխան է, ճիշտ պատասխանն է Յուրի Նիկուլին։ Մանե, միջնադարյան հայկական որ համալսարանն են ժամանակակիցներն անվանել երկրորդ Աթենք Պանծալի, մայրաքաղաք իմաստության, գերահռչակ համալսարան։ Տաթևի համալսարան։ Դա սխալ է, ճիշտ պատասխանն է Գլաձորի համալսարան։ Դավիթ, Գլաձորի համալսարանի փակվելու պատճառով Սյունիքի որ վանքում է հաստատվում Հովհան Որոտնեցին, տեղում հիմնելով համալսարան։ Որոտնավանք։ Դա սխալ պատասխան է, ճիշտ պատասխանն է Տաթև։ Մանե, ոմանք իհարկե փոխվեցին, ոմանք իհարկե դիմացան, ոմանք իհարկե սողացին, լավագույններն անհետ կորան։ Որ երգչի կատարումից է այս քառատողը։ Լեոնարդ Կոհեն։ Դա սխալ պատասխան է, ճիշտ պատասխանն է Ռուբեն Հախվերդյան։ Դավիթ, անցյալի հալված ստվերները եւ գալիք արհավիրքները միայն այդ չի վաճառվում։ Ում կատարումից էին այս տողերը։ Արթուր Մեզչյան։ Դա ճիշտ պատասխան է։ Մանե,
20 հեկտար տարածք զբաղեցնող Ֆլորենս անվանումով հաստատությունում մինչև 500 մարդ է տեղավորվում։ Այն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամենապահպանվող տարածքներից է։ Ինչ հաստատություն է Ֆլորենսը։ Պլանտացիա։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է բանդ։ Դավիթ, եթե հիմա ճիշտ պատասխանեք հարցին, դուք կհաղթեք։ Չեխիայի Տերեզին քաղաքի փոքրիկ ամրոց անվանումով կառույցը ժամանակին որպես բանդ է ծառայել։ Իսկ ով է համաշխարհային պատերազմի պատճառ դարձած սպանություններից հետո կյանքի վերջին 4 տարին անցկացրել այդ բանտում։ Պրինցիպ։ Այո, դա ճիշտ է, Գավրիլո Պրինցիպ։ Դավիթ, ձեր գրած սցենարով այսօրվա ձեր ֆիլմը Happy End ունեցավ։ Այսօր դուք ամենաուժեղ օղակն եք եւ վաստակում եք 190,000 դրամ։ Մանե, հաղթանակները դեռ առջևում են, բայց ոչ այսօր։ Այսօր հեռանում եք դատարկաձեռն։ Դուք դիտում եք թույլ օղակը, սա ընդամենը խաղ էր, կհանդիպենք։ Ես ուրախ եմ երկու եղբայրներին, որ ինձ թողեցին խաղում, որովհետև իրոք շատ անսպասելի էր, հենց դա էր անկախատեսելիությունը խաղի հենց ամենամեծ, բայց ես ուրախ եմ, որ հաղթեց հենց եղբայրներից մեկը եւ ոչ թե ես, որովհետև կարծում եմ նրանք ավելի արժանի էին։ Շնորհակալություն հետաքրքիր խաղի համար բոլոր կազմակերպիչներին եւ մասնակիցներին։ Կարծում եմ թիմային խաղը այնքան էլ լավ չստացվեց եւ երևի դրանում 9 մեղքի բաժիններ կար, բայց ընդհանուր առմամբ եղավ այն ինչ եղավ։